Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսն է, բարև ձեզ։ Ողջույն։ Եվ այսպես, օրեր առաջ, պարոն Ավետիս, Վիտալի Բալասանյանը նամակով դիմեց Ռուսաստանի Դաշնության նախագահին, մեջբերեմ հատվածը, հուսով ենք, որ ձեր միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հայերը հաղթանակի սերունդը կրկին կվերադառնան իրենց պատմական հայրենիք եւ ձեռնարկվելու են անհետաձգելի քայլեր փրկելու հազարամյակների պատմություն ունեցող մշակութային ժառանգությունը։ Կխնդրեմ մեկնաբանել Վիտալի Բալասանյանի նամակը եւ այս հորդորը կոչը խնդրանքը։ Դե Վիտալի Բալասանյանին բոլորս ճանաչում ենք, անձամբ ես եմ ճանաչում, ցավոք։ Իրանք բոլորը Մոսկվայի աշխատողներն են։ Այսինքն իրանք ում պետք է դիմեն, իրանք շեֆին։ Շեֆը դա Պուտինն է։ Այս այո, կարող էր նամակ գրվել նման բանով, բայց ասենք Տրամփին ուղղված, որ Տրամփը միջնորդի, բայց քանի որ հայաթափվել է հենց Պուտինի հրամանով, հենց Պուտինի կազմակերպված Արցախի հանձնումներ եւ խաղաղապահները ապահով տեղափոխեցին ամբողջ հայությանը Արցախից, դա ինչ է նշանակում դիմել մի մարդու, որը որ արդեն մասնակցել է Արցախի հայաթափմանը։ Այսինքն ինչ ասել է իր հրամանով, պարոն Ավետիս։ Դե մենք հիշում ենք, որ Պուտինը հենց ասեց, որ Գուցե իրենք ոչինչ չեն ձեռնարկել, բայց չէ, հենց ինքը ասեց, չէ, որ ինքն է գրել այդ հրաման ասեմ, թե առաջարկ ասեմ, որով որ կանգնեցվեց պատերազմը։ Նոյեմբերի 9-ի է։ Նոյեմբերի 9-ի, այո, այդ պայմանագիրը անձամբ Պուտինն է։ Այսինքն Պուտինը մասնակցել է առաջի օրվանից մինչև վերջ եւ հայաթափմանը ինքը կողմնակից է եղել։ Դա որոշում է կայացվել։ Դրա համար Վիտալի Բալասանյանը նախ պետքա պատասխան տա իր արածների համար, նախ պետքա ինքը բանտում լիներ, այլ ոչ թե փողոցներում Երևանյան, որը որ այսօր էլ նամակ է գրում, ինչ որ Վիտալի Բալասանյանն ով է, որ ես լսել եմ, որ ինքը թմրանյութերի առևտրով է զբաղվել եւ այլն, այնքան բան կա իրան հասկացնելու եւ այնքան մեղքեր ունի այդ մարդը, հիմա էլ ինչ որ, բայց ես մի կողմից հասկանում եմ, որտեղ ինքը Պուտինի աշխատողն է։ Դուք ասում եք պետք է պատասխան տա։ Ինչի համար, ինչ որ հստակ մեղադրանքներ կան հասցեագրված կամ ինչ որ տեղեկություններ։ Դե ես օրինակ ես ինքս եմ հիշում, թե ոնց ծեծեցին ավտոշարասյունը, երբ որ գնում էր Արցախ։ Ծեծեցին, կոտրեցին եւ դրա կազմակերպիչը անձամբ Վիտալի Բալասանյանն էր։ Այսինքն խուլիգանություն, այդ խուլիգանության համար նա կարող է արդեն պատասխանատվության ենթարկվի։ Իսկ մնացած բաներն էլ թող արդեն իրավապահները գտնեն, բայց քանի որ ինքը գտնվում է հենց Պուտինի ինչի է գրում այդ բանը, որտեվ ինքը գտնվում է Պուտինի անձամբ Պուտինի պաշտպանության տակ, ոնց որ Քոչարյանը, այտենց գործակալներ կան, որոնց չի կարելի ձեռք տալ, քանի որ իրանց շեֆը թույլ չի տալիս։ Իրանք պահպանվում են պետության կողմից, Մոսկվայի կողմից, ասենց ասեմ։ Այսինքն դուք նրանց բոլորին համարում եք գործակալներ։ Նրանք, գիտեք ինչ, մարդը մի անգամ է գործակալ դառնում։ Այնքան հեշտ է գործակալ դառնալ, այնքան հաճելի է գործակալ դառնալը, որովհետև քո մեջքին կանգնում է ամբողջ KGB-ի համակարգը Ռուսաստանի, եւ քո առաջ բացվում են բոլոր դռները։ Այդ ժամանակ, երբ որ երիտասարդ ես, քեզ հետաքրքիր է, երբ որ քեզ ամբողջ մի պետություն, ամբողջ մի կառույց, սովետական միության KGB-ն կանգնում է քո մեջքին, դու ամեն ինչի իրավունք ունես։ Հետո գալիս է բան, որ պիտի պատասխան տաս դրա համար։ Այսինքն այս նամակը շատ հնարավոր է, որ չի ուզել գրել այս մարդը, որովհետև ինքը ինձնից լավ գիտի ով է հանձնել Արցախը։ Հաստատ այդ Բալասանյանը ինձնից տեղեկացված է։ Ես կարող եմ ենթադրեմ, բայց ինքը գիտի։ Հետևաբար ինքը հիմա էլ չի կարա չգրի այդ բան։ Այսինքն այն ինչ որ ստացել է ջահել ժամանակ, հիմա իրանից պահանջում են։ Ինքը հոգին վաճառել է ժամանակին, հիմա էլ ասում են դե պետք է ուրեմն անես։ Ինքը անում է։ Պարոն Ավետիս, վերջերս տեղեկություններ տարածվեցին մամուլում, որ Լեռնային Ղարաբաղի падգամավորները պատրաստվում են նախագահ ընտրել, քանի որ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է։ Նախ այստեղ տարօրինակը որն է, որ մենք ապրում ենք Երևանում, բոլորն ապրում են Երևանում, բայց դեռ գործում է Լեռնային Ղարաբաղի խորհրդարան, այսինքն ամեն դեպքում իրենք այդպես են հայտարարում, ոչ թե գործում է, բայց հայտարարությունները հենց գալիս են իրենցից, որ խորհրդարանը գործում է Լեռնային Ղարաբաղի, աշխատում են եւ պատրաստվում են ընտրել նախագահ։
Գիտեք, ավելի հերվից եկեք գանք, որ տես իրանք պատիվ ունեն, տենց ինչ-որ կուսակցություն կա, մյուսը կա։ Բա լավ, այդ ղարաբաղցիները պատիվ չունեն, ով աստորագրել այդ Արցախի լուծարման հրամանագիրը։ Անուն ազգանուն ունի, չէ՞ այդ մարդը, ով որ ստորագրել է, կամ ստորագրությունը կա։ Հիմա այդ մարդը ապրում է նույն քաղաքում, որտեղ ապրում են ամբողջ ղարաբաղցիները։ Լավ, բայց ղարաբաղցիները հարց չեն տալիս, ինչի ստորագրեցիր։ Կներեք, բայց ես զարմանում եմ, որ այդ մարդը դեռ կենթանի է։ Եթե ոչ բանտում, այդ Շահրամազանյան, թե ինչ որ բան։ Սամվել Շահրամանյան։ Հա, մի խոսքով դրա անունը չեմ էլ հիշում, չեմ էլ ուզում հիշեմ, որովհետև ինքը դավաճան է։ Լսեք, Հայաստանում շատ վատ բան է կատարվում, որտեղ ուղղորդված է ամբողջ հասարակությունը։ Այդ KGB-ի աշխատանքն է, որ ուղղորդում է հայ հասարակությանը, այս կարելի է, այն չէ։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանին ասում են հողատու, չէ՞։ Տես այդ բառը, ոչ ոք չի ասում, ով տվեց այդ հողը, հենց տվեց բանը, ստորագրությունը։ Իսկ հողատուն հենց Պուտինն է, որտեղ այդ հողը Պուտինին էր նայել, մեզնից վերցրեց տվեց նրանց, որտեղ հող տալը դա հենց Կրեմլի աշխատանքն է, ումից վերցնեն ում տան։ Դա որոշվում է Մոսկվայում։ Այսինքն հողատուն, միակ հողատուն եւ հող վերցնողը դա հենց անձամբ Պուտինն է, Կրեմլն է։ Օրինակ վերցնում է Վրաստանի հողերը, վերցնում է Ուկրաինայի հողերը, վերցնում է Արցախը, հայտարարում է, որ սա Ադրբեջանինն է, ինքն է հայտարարել, չէ՞ որ դա Ադրբեջանինն է։ Հիմա տեսեք, այստեղ մենք դուք ասում եք, որ Սամվել Շահրամանյանը դավաճան է կամ ինչու արցախցիները չեն գնում, հարց չեն բարձրացնում, բայց մենք հիշում ենք, որ նույն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության մոտ այդտեղ հավաքներ պարբերաբար լինում են եւ ինչ որ հրմշտոցներ են լինում, խնդիրներ, այդուամենայնիվ մարդկանց մոտ այդ հարցերը կան։ Մենք ունենք նաեւ այստեղ ապրող արցախցիներ, որոնք սոցիալական վատ վիճակում են եւ անգամ իմ նախորդ հյուրը Բարդուղ Գալստյանը, որը տարիներ շարունակ ապրել է Լեռնային Ղարաբաղում, ասում է ոչ մի մեծահարուստ արցախցի չի օգնում այդ սոցիալապես կարիքի մեջ գտնվող մարդկանց։ Դե հենց այդ է հարցը։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը անձամբ կարող էր ամբողջ ծախսերը իր վրա վերցնել, որովհետև ինքը պատասխանատվություն է կրել ժամանակին որպես նախագահ Արցախում եւ Հայաստանում եւ ինքը ունի միլիարդներ։ Եւ ինքը իր այս կասեի բրավո իրան այդ ժամանակ, որ մարդը խելքի եկավ, բայց այդտեղ գիտեք ինչ, Թալանը ոչ թե ես ձեզ ասեմ, նույնիսկ Քոչարյանը իր ունեցվածքի տերը չի, ամեն ինչի տերը Պուտինն է, այն համակարգը, որով թալանեցին Հայաստանը, դա ներդրված էր հենց Պուտինյան KGB-ի կողմից։ Իրանք պետք է թալանեին։ Այսինքն այդ փողերը նույնիսկ Ռուբեն Վարդանյանն, տեսեք որ իր փողերն էլ Իրանը չեն։ Այդ սաղ բանինն է, Պուտինինն է։ Հիմա այստեղ այն ինչ որ ուզում են անեն, ենթադրենք Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրություն։ Այդ էլ է կարծում եք Ռուսաստանից հրահրված, որովհետև կան քաղաքագետներ, որ ասում են, եթե այսպես շարունակվի, փորձելու են Հայաստանի լուծարման հարցը առաջացնել արդեն։ Իհարկե, լսեք, ոչ մի բան քաղաքական դաշտում չի կատարվում առանց նախապես ծրագրելու։ Այդ որ տղաները, աղջիկները գնում են Արցախի այդ ներկայացության մոտ խոս, այդ էլ է բեմադրված։ Դրանք բեմադրված են, գիտեք ինչ, մարդիկ կան, որ պատասխանատու են այդ ամեն ինչի համար։ Հիմա զանգում են, ասում են դե արա, նա էլ անում է։ Նույնը Քոչարյանը, ես վստահ եմ, որպես մարդ ինքը կուզեր իր փողերը տար արցախցիներին, որ մի քիչ թեթևանա, բայց նա իրավունք չունի, որտեղ փողերը Իրանը չեն։ Այս պետք է հասկանալ։ Իսկ այդ վտանգը, երբ որ էլի եմ ասում, կան падգամավորներ, չնայած չկա, չէ՞, մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղը լուծարված է եւ դեռ հայտարարվեց 2023 թվականին եւ հենց նույն Լեռնային Ղարաբաղի այդ ժամանակվա ղեկավարության խոսքով, բայց հիմա այստեղ հայտարարում են, որ պետք է գործեն պետական ինստիտուտները Լեռնային Ղարաբաղի, դա խնդիր չի, ռիսկային չի հայտարարությունը։ Գիտեք ինչ, այդ բոլոր ամբողջ խումբը այդ падգամավորները, իրանք բոլորը Ռուսաստանի գաղտնի գործակալության անդամներ են։ Եվ այս ձևով Ռուսաստանը ուզում է իր տղաներին, աղջիկներին պահի, հասկանում եք, այսինքն իրան տալիս են բան անձեռնմխելիություն, հա մենք падգամավոր ենք, ի՞նչ է նշանակում падգամավոր, որովհետեւ այդ մարդկանց չբանտարկեն վաղը։ Հա, Ռուսաստանը տերականգնում, հենա տեսանք բան, մեր Հայաստանի զինված ուժերի նախարարը այսօր փախած է Ռուսաստան, այսինքն Ռուսաստանը պահում է իր ագենտներին, ասենց ասեմ։
Իսկ Արցախի ղեկավարության 99%-ը ագենտներ էին ռուսական։ Եվ իրանք չէին պատկանում Երևանին, իրանք պատկանում էին Մոսկվային։ Էլ չեմ ասում, որ Երևանն էլ իր հերթին էր Մոսկվայի ստրուկները։ Այսպիսի մի հարց էլ վերջերս համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Ադրբեջանի նախագահի տիկնոջը Մեհրիբան Ալիևային պարգևատրել է ռուս ուղղափառ եկեղեցու առաջին աստիճանի շքանշանով հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանմանը, ինչպես նաև մշակութային եւ կրոնական երկխոսության խթանմանը նպաստելու համար։ Մինչդեռ պարոն Ավետիս, մենք գիտենք, որ 2020 թվականից ի վեր Ադրբեջանի կողմից բացահայտ կերպով ոչնչացվում են հայ ժողովրդի հոգևոր ժառանգությունը։ Ես հասկանում եմ զայրույթը հայ հասարակության, ես նաև այդ ընթացքում ադրբեջանցիները Վատիկանում ունեցան դասախոսություն, որտեղ ներկայացնում էին հայերը էլի բան եղան։ Գիտեք ինչ, նայեք, երկու ձև կա հանցագործին զսպելու։ Մեկ բանտարկել, որը որ այսօր չեն կարող բանտարկել այդ Ալիևների ընտանիքին, մեկ էլ որ խիղճ արթնացնեն։ Ես օրինակ կողմնակից եմ նրան, որ Ադրբեջանը քրիստոնեան է։ Ես շատ կուզեի, որ Ադրբեջանը հանկարծ որոշեր, որ ընդունում է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Այս քայլերը, այն որ եկեղեցին ինչ-որ բան է շնորհել, այս ինձ համար շատ հետաքրքիր է, շատ հաճելի է։ Մուսուլմանը պարգևատրվում է քրիստոնյայի կողմից։ Եվ դա իմ կարծիքով խրախուսելի է։ Հիմա դե հայ ադրբեջանական բանը որն է պատերազմը, որ իրանք ուզում են մեզ մուսուլմանացնեն, մենք պետք է որ իրանց քրիստոնեացնենք։ Քրիստոնեացնել նշանակում է բարեացնել, մարդկային արժեքներ սովորացնել, որ չի կարելի, ասենք, խաչքար քանդել։ Հիմա ոնց բացատրես։ Ինքը նախ պետք է խիղճ եւ մշակույթ արտնանա այդ ազգի մեջ։ Այդ ազգը ուզում է մշակույթ ձեռք բերի։ Ես կողմնակից եմ դրան։ Ուզում է կրթվի։ Դες այդ Ալիևայից է սկսում կրթությունը։ Ես կուզեի բանն էլ, չգիտեմ, մեր եկեղեցին էլ այստեղ եկեղեցին պետք է արձագանքեր, թե չէ, այս պարգևատրմանը։ Եկեղեցին պետք է արձագանքեր իմ կարծիքով բանում, Վատիկանում։ Այստեղ մենք ինչ կապ ունենք։ Մի երկրի ռուսական բանը, կագեբեշնիկը էլի։ Էլի դուք ասում եք Վատիկանում եւ նաեւ Լեհաստանում, եթե չեմ սխալվում, այդպիսի քննարկում համաժողովներ եղան։ Հա, որտեղ իրանք աշխատում են, իրանք ուզում են մարդանալ։ Այս ազգը ինքը շատ ճանապարհ պիտի անցնի, որպեսզի պետություն եւ ժողովուրդ ունենա։ Ինքը պետքա կրթի իր ժողովրդին։ Եվ ինքը պետքա հասկանա հակահայկական քարոզը Իրանը վնաս։ Եվ սրանք գործընթացներ են, որ իրանք պետքա սկսեն մարդ դառնալ, սենց ասեմ։ Վատ բան չի, ես չեմ նեղացնում ոչ մեկին։ Մարդ դառնալ նշանակում է գեղեցիկը գնահատել։ Ինչի պիտի ինքը չքանդի հայկական եկեղեցին, որովհետև իրան մոտ պետք է արթնանա հարգանքի բանը։ Իրանց մոտ պետք է արթնացնենք։ Հիմա ուզենք չուզենանք այդ Ադրբեջանը մեր հարևանն է։ Հիմա մենք կարող ենք այնց անել, որ իրանք սկսեն գնահատել, այլ ոչ թե քանդել։ Սա աշխատանք է, հա, պետք է աշխատենք մենք։ Պետք է մենք իրանց քրիստոնեացնենք։ Հա, թող շատ լավ է, թող Կիրիլը քրիստոնեական մի հատ խաչ կախի, մի հատ էլ կնքի։ Ես կուզեի, որ կնքվեր օրինակ Ալիևան հենց թեկուզ ռուսական բանում։ Պարոն Ավետիս, երբ դուք Իտալիայում եք, Հայաստանի երկրորդ քաղաքում Գյումրիում տեղի ունեցան ավականու արտահերթ ընտրություններ եւ վստահ եմ, որ հետևում եք իրադարձությունների զարգացմանը։ Ընտրության արդյունքը ձեզ համար սպասելի էր, թե ոչ։ Ցավոք սպասելի էր ինձ համար, որովհետեւ հայ ժողովրդին հոգեկան խանգարման են տանում։ Ոչ այդ եմ ասում։ Հային թուրքացնում են։ Հայը տեսեք ինչ երաժշտություն է լսում հայը այսօր։ Դա թուրքական մշակույթն է, որ մտել է մեզ մոտ։ Եվ հայի համար արդեն հայերեն խոսացող մարդը, օրինակ այնտեղ կար տեխնացու այդ Եվրո բանի կողմից, չէ՞։ Եվրադաշինքի կողմից, որը որ հայերեն է խոսում, որը որ պարզ է խոսում, որը որ իդեալական տեխնացու էր։ Ժողովուրդը, որոնք որ ապրում են ոչ Երևանում եւ չեն գնում օպերա, այլ կտրված են եւ իրանց համար պետք է մի հատ հեղինակություն։ Ցավոք հայկական այսօրվա Հայաստանը հեղինակությունների հետևից գնացող է, ոչ թե իդեաների, ոչ թե մտքերի, այլ իրանց հեղինակությունը պետք որ գոռա իրանք էլ ենթարկվեն։ Սա ենթարկողական
ցածր մշակույթ է, որը ցավոք հաղթանակը հաղթում։ Տեսեք, այն դոգ կար մի հատ էլ տենց։ Ինչքան մարդեր լսում այդ հայհոյանքները, ոնց կարելի է դոգ լսել։ Այսինքն, դա նույն դոգ լսողներն են, որոնք որ կարիք ունեն հեղինակության։ Դոգը ասելա կամ այսօր Վարդանիկը ասելա, հասկանում եք, էս է մակարդակը։ Մենք իմացանք նաև, որ առաջին հենց նիստի ժամանակ ավականու Գյումրու արդեն նորընտիր քաղաքապետը Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ ամեն դեպքում Ռուսաստանը միշտ աջակցել է, Ռուսաստանը մեզ հետ է եւ կողմ է Բելարուսի օրինակով միութենական կազմում լինելուն։ Ես ձեզ սկզբում էլ ասեցի, այդ նույն պատմությունն է այդ Վալերիկի, որ իրանք պարտավորություններ ունեն։ Իրանք մեզ թվում է, թե իրանք հենց եկան հասան քաղաքապետ, չէ, իրանք թույլ է տրվում ոստիկանության եւ KGB-ի կողմից թույլ է տալի որ հարստանա։ Լսեք, ոչ ոք սովետական այդ հին պետություններից մենակ մեկը որ հարստացավ այդ բանն էր Լևոն Հայրապետյանն էր, այն էլ սպանեցին, որովհետև ինքը հարստացել էր առանց նրանց թույլտվությամբ։ Այսօր այս տարածքում ինչքան հարուստներ կա, իմացեք բոլորն էլ KGB-ի գործակալներ են։ Առանց նրանց թույլտվության ոչ ոք չի հարստանում։ Հետևաբար այս Վարդանիկն էլ հարստացել էր այն ժամանակ, պաշտպանություն ունեն, Կրիշա, սենց են ասում։ Հիշում եք, առանց Կրիշայի ոչ ոք Մոսկվայում չէր կարող բիզնես սկսել, նույնիսկ ծաղիկ ծախել։ Այն Կրիշա գալիս էր, Կրիշան ով էր, վերջում հասկանում ես, որ դա KGB-ն է, այսինքն իրանց, չգիտեմ, այդ ծառայությունները։ Այսինքն Վարդանիկը նրանց գործակալն է։ Եվ նրանք էլ իրան առաջ են։ Ոնց կարող է այդ գործակալը չասի, որ բան միութենական պետություն։ Այնքան պարզ է, պետք չի բարդացնել, պետք է պարզացնել։ Այդ գործակալները իր գործն է անում։ Ես էլի եմ ասում, կարող է Վարդանը այդ Ղուկասյան չուզի անի դա։ Ինքը հասկանա, որ պետք է պահի հայկական շահերը, բայց նա իրավունք չունի, որովհետև հոգին վախտին ծախել է այդ Կրիշային։ Հասկացա՞ք։ Տեսեք, դուք ասում եք, այս ամեն ինչը նաև նրանից է, որ մենք լսում ենք վատ երաժշտություն, չգիտեմ, ինքնակրթության խնդիր ունենք նաև, լսում են հասարակության մի հատված, լսում էր դոգի հայհոյանքները։ Այս վերջերս համացանցում մի տեսանյութ տարածվեց, որը շատ քննարկման թեմա դարձավ, որ երկիչներից մեկի այդ ռաբիս երկիչներից մեկի համերգին մոտ 10,000 մարդ ներկա է եղել եւ մեծ մասը երիտասարդներ էին։ Երևի տեսել եք այդ տեսանյութը։ Դա մեծ խնդիր է։ Ծառացած, եթե մեր իշխանությունները իրանք չեն կարող շատ բարձրակարգ դեմոկրատական օրենքներ ընդունել, երբ որ ժողովուրդը չի ընդունում այդ օրենքները։ Հա, այո, պետք է կրթել ժողովրդին։ Եվ շատ կարևոր է, որ քո արածը պետք լինի։ Հիմա տեսեք, այդ ռաբիզը մի բան արեց, մենք հասկացանք, որ հայկական բանը, միջավայրը ռաբիզ է սիրում։ Դա խնդիր է, շատ լուրջ խնդիր է։ Այդ նույն բանն եմ ասում ձեզ։ Լսեք, հայը թուրքից գիտեք ինչով է տարբերվում։ Շատ փոքր է իրանց մեր տարբերությունը։ Ես մի ընկեր ունեի թուրք, ինձ ասում էր Վիգեն, դու ինձ ինչով ես տարբերվում։ Դες որ նման ենք մենք իրար։ Այ հենց այդ մշակույթը ինչ արժեքներ ես կրում։ Լսի, հայկական արժեքներ է պետք կրել։ Այդ ժամանակ դու կարող ես ասես ես հայ եմ, բայց որ գնում ես լսում ես թուրքական երաժշտություն, դու ոնց կարաս ասես ես հայ եմ։ Ազգանունով չի, այլ քո էությամբ դու ով ես։ Ինչ ես ներկայացնում, ինչ արժեքներ ես կրում։ Եթե ասում եմ քեզ հայհոյանքներով ինչ որ մեկը նույնիսկ ավականի է մտնում կամ այդ երաժշտությունն ենք լսում, իրանց երաժշտությունը, մերը չի։ Այսինքն դու կրում ես իրանց երաժշտությունը, եթե կրում ես իրանց մշակույթը, ոնց կարաս ասես հայ եմ։ Ահա, հիմա պետքա հայ վերադառնանք հայ լինելուն։ Այս խնդիրը, որը պետքա ոնց վերադառնանք, պարոն Աբետիս, այդ հարցին էլ պատասխանեք ու այսինքն ինչ քայլերով կամ առաջին ինչ պետք է անենք, որ վերադառնանք հայ լինելուն, կամ գուցե այն հատվածը, որը պետք է վերադառնա։ Հայ լինելուն վերադառնալը նախ պետք է խզենք մեզ թուրքացնողների ճանապարհը, պետք է փակենք։ Դա KGB-ն է անում։ Դա անում են հատուկ գործակալներն են անում, ֆինանսավորում են, բաներ, գործ է դա, աշխատանք։ Մշակութային առումով ինչ պետք է անենք։ Իրանք առաջ են տանում, օրինակ ես ինչի չունեմ բան, պետական մրցանակ, որտեղ KGB-շնիկ չեմ։ Այսինքն իրանք են թելադրում ում տանեն առաջ եւ իրանց պետք է որ ռաբիզին տանեն առաջ։ Դա աշխատանք է, իրանք աշխատում են։ Հիմա մենք էլ այս կողմից պետք է աշխատենք, որ հակակշիռ ստեղծենք, հասկանում եք, դա մեծ աշխատանք է։
պետք է ներդրում անել, պետք է ծրագիր կազմել, 1-2 օրում չի լինում, վերջը դա լուրջ, դες մշակույթի նախարարությունը պետք է վերաբացվի եւ դա աշխատեն, այո, թատրոնները շատանան, ոչ թե փակում են այսօր թատրոնները։ Մի խոսքով, դա աշխատանք է, որ հայը վերադառնա հայ լինելուն։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիցն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։